եւ երկու ուշագրավ հանգամանքի մասին եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Դուք կհիշեք, որ անցած տարի մամուլը հրապարակեց եւ մենք ինքներս էլ որոշակի տեղեկություններ հաղորդեցինք, որ քրեական գործով իրականացող դատական նիստերից մեկի ժամանակ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն էր հայտնել կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ ինձ հետ եւ ես այդ հանդիպումը տեղի ունեցել անցած տարի հունվարի 29-ին շուրջ 2.5 ժամանոց կոնֆիդենցիալ հանդիպում է եղել փառք Աստծո որ այդ հանդիպումը եղել է նաեւ իր պաշտպանի ներկայությամբ եւ 2.5 ժամվա ընթացքում Եղիշե Հակոբյանը ոչ միայն ինձ եւ իր պաշտպանին հայտնել է որոշակի տեղեկություններ, այլ նաեւ ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել շուտ սա իր ձեռագիրով մոտ 7-8 էջանի այսպիսի գրառումներ են գործի հանգամանքների մասին։ Ես ինչ եմ ես ամեն ինչ ասում, այս գործի հանգամանքների մասին որոշակի իմ կարծիքով հետաքրքրություն ուշագրավ տեղեկություններ հաղորդել է Եղիշե Հակոբյանը եւ ես երկու հանգամանքի վերաբերյալ ձեր ուշադրությունը կդարձնեմ։ Այս գրառումներում առկա են, որ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որը ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին եւ երկրորդը այս ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին, ես խնդրում եմ ավել ինձանից ինֆորմացիա չակնկալել, ես ինչու եմ այս հանգամանքը հիմա բացում, որովհետև ենթադրում եմ, որ Եղիշե Հակոբյանը իր մերձավոր հարազատները, իր պաշտպանական թիմը նաև լսում է այս ամեն ինչը եւ ես ակնկալում եմ մեկ անգամ եւս հորդորում եմ, որ համապատասխան տարածեն ամիս անց սկսվելու է մեղադրյալների հարցաքննությունը, որ Եղիշե Հակոբյանը հրապարակային ձեր ներկայությամբ իլուր հանրության եւ այս գործի բացահայտման նպատակով ներկայացնի ճշմարտությունը կամ ասի այն ինչ օրս չի ասել եւ չի ցանկացել ասել ինչ հանգամանքներում։ Ես պետք է անկեղծ ասեմ, վերջի շրջանում, վերջի 1 տարվա ընթացքում եղել են նաեւ ինձ տարբեր սոցիալական հարթակներով գրող կամ ինձ հետ հանդիպած կամ պատական փողոցում քայլելիս կամ չգիտեմ այլ հաղորդակցության միջոցներով ինձ հետ հաղորդակցության մեջ մտած անձիկ, որոնք փորձել են ինձ տեղեկություններ հաղորդել, որ Եղիշեն վախենում է, Եղիշեն կաշկանդված է, Եղիշեն, չգիտեմ, վախեցնում են Եղիշեին, Եղիշեն բան ունի ասելու Եղիշեի հետ ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես մի անգամից ուզում եմ ձեր միջոցով նաև փոխանցել հետևյալը. չկա ավելի ուրեմն թանկ արժեք, քան ուրեմն սեփական կյանքն է, սեփական ընտանիքի ճակատագիրն է եւ ես ձեր միջոցով նաև հորդորում եմ մեկ անգամ եւս, եթե կա այս գործով ինչ որ թաքցված իրողություն, ուղղակիորեն ես հորդորում եմ Եղիշեին եւ նրա պաշտպանին եւ մնացած մեղադրյալներին, որոնք տիրապետում են այս կամ այն տեղեկատվությունը, շատ շուտով մենք մտնելու ենք այդ փուլը, ուղղակի իմ հորդորն ու ակնկալիքն է, որ նրանք կարողանան ճիշտ ներկայացնեն իրականությունը։ Եվ երկրորդը, ես ցանկանում եմ այստեղ նաև մենք հետագայում մասնագիտական հարթության վրա ենք խորանալու այս հանգամանքի վրա, սիրելի բարեկամներ, 2025 թվականի նոյեմբերի 21-ի դատական նիստում
դատակոչվել եւ հարցաքննվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան փորձաքննությունների բաժնի պետը Դավիթ, եթե չեմ սխալվում, Մելքումյան, ուրեմն բավականին պատրաստված իր գործի առումով եւ ինքը այդ դատական նիստում ընդ որում դա հրապարակվել է բոլորի ներկայությամբ, բոլորը տիրապետում եք այդ տեղեկատվությանը, նշված փորձագետը ուղղակիորեն բացառեց, որ զինվորական կացարանում վառվող փայտե վառարանից կարող էր առաջանալ շմուլ գազ։ Այստեղ ես ուղղակի քանի որ վերլուծել եմ այս ամեն ինչը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք համապատասխան փուլում միջնորդելու ենք դատակոչել ու հարցաքննել դատաբժիշկներին, որոնք իրականացրել են համապատասխան փորձաքննությունը։ Տեսեք, դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների վրա է հասել շմուլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք ջերմային այդ էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմուլ գազ։ Դա նշանակում է, սիրելի բարեկամներ, որ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները այն մասին, որ զինծառայողների վրա է հասել շմուլ գազի եւ ջերմային ներգործության միջոցով, ընդ որում կենթանության օրոք բավականին վիճահարույց է դառնում։ Այսինքն, խնդրում եմ այստեղ մենք միասին վերլուծենք, այսինքն, եթե կացարանում շահագործող վառարանից հնարավոր չէր շմուլ գազի առաջացումը, ապա հրդեհի բռնկման պահին կացարանում ենթադրաբար այդ գործունեության արդյունքում է առաջացած եղել շմուլ գազ։ Եթե զինծառայողների մահը մի պահ հավատալու լինենք պաշտոնական վարկածը, ինչպես կամ պնդում է պաշտոնական վարկածը, առաջացել է շմուլ գազի արդյունքում։ Եթե զինծառայողների մահը վրա է հասել շմուլ գազի արդյունքում, ապա տրամաբանական հարց է առաջանում, սիրելի բարեկամներ, որտեղից ու ինչ հանգամանքներում է առաջացել այդ շմուլ գազը եւ ամենակարևորը, որ պահից է սկսել առաջանալ։ Եթե մի բան ընդունենք, որ Եղիշեի կողմից վառարանը վառելուց հետո է այն կրակը տարածվել, որի հետևանքով բռնկվել է կացարանի տանիքը, այրվել են այլ նյութեր եւ այդ նյութերից է ենթադրաբար շմուլ գազը առաջացել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, ապա հարց է առաջանում, դա ենթադրում է որոշակի ժամանակ, այսինքն առնվազն 5-ից 10 րոպե պետք էր, որպեսզի վառարանից կրակը հասներ տանիք, դռներ, այլ նյութեր այրվեին, որից առաջանար շմուլ գազ, այդ շմուլ գազից էլ զինծառայողները թունավորվեն եւ այդ տարածվող կրակի հետ զուգընթաց դառնար նրանց մահվան պատճառը։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ 5-10 րոպեն բավարար չէր արդյոք, որ զոհված զինծառայողները քնից արթնանային եւ ուղղակիորեն հեռանային այդ տարածքից, խուսափելով այդ ողբերգությունից։ Այդ դեպքում հարց առաջանում, այդ զինծառայողները, եթե վառարանի բռնկման պահին այլ շմուլ գազ չի եղել, իսկ մենք փորձագետը պնդում է, որ վառարանից չէր կարող առաջանալ շմուլ գազ։ Հարց առաջանում, քնած զինծառայողները ինչու չեն արթնացել եւ հեռացել այդ տարածքից։ Հետեւաբար այս իրողությունների հանրագումարի համատեքստում այդ փորձագետի հայտնած տեղեկությունները մեզ համար էական են եւ մենք փորձենք դատաբժիշկների հարցաքննության ընթացքում, սիրելի բարեկամներ, ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Բացի այդ նշված ուրեմն փորձագետը պնդելով այդ ամենը, նաև տեսականորեն ու գործնականում հնարավոր համարեց, ինչպես քիչ առաջ ասեցի, որ քննչական փորձարարություն կարող է իրականացվել այդ տարածքում։ Հարգելի բարեկամներ, ուրեմն ամփոփելով իմ խոսքը, ուզում եմ մեկ անգամ եւս շարադրենք հետեւյալը։ Անցած 3 տարիների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք անդրադառնալու եւ իրավական գնահատականներ տալու կատարված հանցագործությանը եւ հաջորդող գործընթացների վերաբերյալ եւ հանրագումարի բերելով ողբերգությանը հաջորդող իրադարձությունները, իրավասու մարմինների դրսևորած վարքագիծը, գործերի քննության ներկա ընթացքը, դժոխք կողմի հետ մենք բազմաթիվ անգամներ առիթեր ունեցել ենք քննարկելու այս ողբերգությունը եւ դրա արդյունքում իրականացվող քննության ընթացքը, վերահաստատում ենք մեր եզրակացությունը, որ ցավոք սրտի նախորդ 3 տարիների ընթացքում մենք պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը, մասնավորապես 3 տարվա ընթացքում
ոչ միայն զինծառայողների ծնողները, այլև ողջ հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է թաքցվում հասարակությունից եւ որն է պատճառը, որ ճշմարտությունը թաքցվում է հասարակությունից։ Ծնողների եւ հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը, իրավասու մարմինների ես միշտ ասել եմ եւ հիմա էլ վերահաստատում եմ, փնթի, ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում հանրության կասկածները, ծնողների կասկածները ոչ միայն չփարատվեցին, ավելի մեծացան եւ համոզմունք է ձևավորվել, որ հանցագործությունը ամեն ինչ արվեց չբացահայտվելու համար, մեղավոր անձած շրջանակը պարզելու եւ մեղավոր շրջանակը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար կատարվեցին եւ չեն կատարվում անհրաժեշտ քայլերը։ Եվ ուժեղ կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն կողմից իրավասու մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվեց, արվում է եւ համենայն դեպս աշխատանքի արդյունքն է ինձ այս ամեն ինչին բերել ծածկը դմփոց անելու, որպեսզի մեզ համար անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը ուրեմն չբացահայտվի։